Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ և հաջորդ զրուցակիցս քաղաքագիտության դոկտոր Լոս Անջելեսի Հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանն է, ողջույն պարոն Հովսեփյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն։ Պարոն Հովսեփյան, մենք կենտրոնանալու ենք Երևանում օրերս տեղի ունեցած մի շարք կարևոր միջոցառումների վրա, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Հայաստան-Եվրամիություն, առաջին գագաթնաժողով և Ֆրանսիայի նախագահի պետական այց։ Նախ սկսենք գագաթնաժողովից, դրա անցկացումը Երևանում ինչ քաղաքական և անվտանգային ուղերձ կամ, այսպես ասենք, հենք էր, թե տարածաշրջանին, թե Հայաստանի համար, թե միջազգային առհասարակ խաղացողներին, հատկապես հաշվի առնելով Հարավային Կովկասում ձևավորված նաև անվտանգային և քաղաքական նոր իրավիճակը։ Անցկացում է այդ գագաթնաժողովի, նաև շատ է Հայաստանում խոսվում Հայաստանի միջազգային սուբյեկտայնության, ինքնիշխանության ընդգծման և կոնկրետ վերաբերմունքի մասին։ Այս իմաստով Հայաստանի համար, այսպես ասենք, արդյունքները և ազդեցությունները որոնք են։ Շատ համավարպակ նյութ է սա, բայց կգարձեմ, որ նախ և առաջ խորհրդանշական իմաստով աննախընթաց է այն դարողությամբ, որ այս ամեն ինչը եղավ և կգարձեմ, որ պատկամը բավական հստակ է, այն է, որ Հայաստանը արդեն ինքնուրույն ղերվով կհասնի, ասպես ազատ աշխարհ, կհասնի դեպի Եվրոպա, եվրոպական երկիրներ առանձնաբար, որովհետև տեսանք նաև ողնագի հանդիպումները, որ տեղի ունենային և հարաբերությունները, որոնք արդեն տեսախցիկներու առջև նաև իրենց բարձ կդարձնեին, բայց նաև ընդհանրական առումով Հայաստանը որպես եվրոպական, ասենք այսպես, ընտանիքի հավանական անդամ։ Այստեղ արդեն նկրդումներ չեն միայն, այստեղ փաստացի երևույթներ կային, Ֆոն դեր Լայնի, Մակրոնի խոսքերը շատ ավելի շեշտակի եղբոր, անշուշտ ադիգա բարձ կդարձնեին, որ նաև եվրոպական կողմի բարակային մեծ հետաքրքրություն կա և այնտեղ ռազմավարական արդեն մակարդակի տարբեր մշակված և ստորագրված համաձայնությունները նաև իրենց շատ խոսում են։ Պարոն Հովսեփյան, այսինքն այս դեպքում Հայաստան-Եվրամիություն, նաև եթե հիշենք առաջին գագաթնաժողովը և հռչակագիրը, խոսքը միայն և հիմնականում քաղաքական աջակցության մասին չէ, այլ ավելի ինստիտուցիոնալ ինտեգրման, օրինակ, չգիտեմ, անվտանգության, էներգետիկայի, տնտեսության, սահմանների կառավարման, դատաիրավական և մի շարք այլ կարևոր ոլորտների։ Այո, և ադոր համար ես ռազմավարական հղացքը օգտագործեցի ճիշտ այդ նպատակով, այսինքն երբ ռազմավարական հարաբերություններու մեջ կմտնե երկիրը կամ երկիրներու շարքը, այս բարակային, նաև եվրոպական համայնքը, ասպես ասած, նաև այնտեղ կա որոշ թելադրող, այսպես տրամաբանություն, որ միայն անվտանգություն չէ, բայց անվտանգությունը շատ կարևոր է այս բարակային, որովհետև այդ է, որ ամենեսկայունը պիտի ելա տարածաշրջանի մեջ, Ռուսաստանի նաև հարաբերակցության մեջ և բայց նաև ոչ միայն ճիշտ եք, ոչ միայն անվտանգային, այլ նաև այլ մարզեր, այլ ոլորտներ և ճիշտ նշեցիք, որ այնտեղ կա ինստիտուցիոնալ որոշման, ինչքան էլ որ իշխանությունները բնականաբար այս բարակային փորձեն ասիկա վերագրել իրենց հաջողություններուն, ինչը կա այնտեղ, այսինքն պետք չէ ուրանալ այդ մեկը, որ իրենք է որ գերին հասցուցին այստեղ և ուրեմն սակայն կա Հայաստան Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ արդեն կապեր, որոնք կխորանան կամ հուսանք որ խորանան և նաև ունենան տարբեր դրսևորումներ։ Ես կգարձեմ ասիկա դակավին պիտի ունենա մի քանի հետաքրքրական այլ դրսևորումներ, հատկապես ճանապարհային հասկացություններով մենք գիտենք, որ թրիփի բարակային խոսակցություններ կային, չէ՞, ճանապարհները դե ով պիտի կազմակեր, ով պիտի հսկե, Ռուսաստանը նաև հետաքրքրություն հայտնած էր այնտեղ երկաթուղակիցներու խնդրով իր թերագդարությունը
երկարացնելու կամ խորացնելու մասին, այստեղ որոշ կգարձեն որոշ մրցակցություն դիլա Եվրոպայի հետ կամ եվրոպական դեպիալ մեկ կամ ավելի վերություններով հետ եւ ուրեմն այսպես ճիշտ է համընդհանուր է եւ համաբարփակ է Պարոն Հովսեփյան տեսեք երկար տարիներ եթե կարելի է այսպես ձևակերպել Հայաստանը փորձում էր եվրոպական օրակարգը համատեղել անվտանգային եւ տնտեսական բոլորովին այլ կախվածությունների հետ հա այսինքն հիմա մենք ունենք իրավիճակ երբ Հայաստանը անցում է կատարում արտաքին քաղաքական նոր մոդելի այդ թվում նաեւ անվտանգային նաեւ տնտեսական այո ճիշտ է երբ նոր մոդել գսեք բնական է արդեն ամենից սայդուն իրավիճակը որում կամ իրականությունը որում այդ թեման դիման գտնենք կամ խոսենք պետք է խոսել նաև Ռուսաստանի չէ գլխավորապես այդ մասին է խոսքը այսինքն Ռուսաստանեն որոշ մարզեր հատկապես անվտանգային եւ այլ մի քանի այլ մարզեր լրիվ ասենք դուրս գալու միառուսական ասենք Եկեք հեղինակություն գոչենք այդ հեղինակային բանը կփոխվի հիմա գամած եւ գիտեք շատ հետաքրքիր է երբ կհետևիմ վերլուծաբաններու կխոսենք այն մասին որ ասիկա Հայաստանն է որ ռուսական այդ աստեցության կոդին դուրս կուկա եւ այլն պետք է նաեւ հասկանալ եւ ասիկա շատ հանգիստ ընդունել որ նաև Ռուսաստանը ինքը կարծեք թե արդեն հաշվի առած է այս ամեն ինչը ինքը իր շահերեն մեկնած այսինքն բնական է որ Ռուսաստանը պիտի ճուզե որ Հայաստանը դուրս գա իր աստեցության կոդին կամ նվազեցնե իր աստեցությունը Հայաստանի մեջ եթե քին չլար վճարելիք բայց գա քինը վճարելիք եւ այդ քինը մենք տեսանք սկսած 2016-ին Կարորիա պատերազմեն սկսյալ արդեն բարձ էր, որ Ռուսաստանը այլ ուղղություններով գնայր, այսինքն թրկական աշխարհին գնայր, այդ ժամանակ խաղաղության նույն չի գար, թշնամական նաև իրավիճակներ էին թրկական աշխարհի հետ, եւ թրկական աշխարհ որ գսեմ ես Ադրբեջանը գլխավորապես, բայց նաև Թուրքիան նկատի ունիմ, որպես 100 միլիոն հաշվող շուգա, այսպես ասած, թրկական շուգա, եւ ուրեմն առաջին ասենք այդ քայլը որ եղավ S400-ներու Թուրքիո ասենք կներներ Ռուսաստանեն ասիկա մեծ աստանշան էր որ անդեղ արդեն ուրիշ բան կկատարվի որովհետև չեր լսած որ ՆԱՏՕ-ի որևէ երկիր ընդ որում երկրորդ ամենամեծ բանակ ունեցող ՆԱՏՕ-ի մեջ բանակ ունեցող Թուրքիան քնումներն էր այդպիսի ասենք կարևոր քնումներն էր Ռուսաստանը եւ դեսանք որ ադիգա վերջո անգյունաթարս մի եղավ անգե հետ խորացան այդ կապերը հասանք մինչեւ նաեւ ավելի ցավալի երևույթներ որ Արցախյան նաեւ երևույթներ թադերակներ եւ հոն նաեւ այս ամեն ինչը դրսեւորվեցավ որ այսինքն Ռուսաստանը արդեն իր թերագադարությունը շատ բարձ դարձուց, որ այնտեղ ինքը միանշանակ եւ մեկ ուղղությամբ միակ Հայաստանի այսպես ասած հովանավորը չէ կամ Հայաստանի դաշնակիցը չէ, այլ նաեւ ինքը ունի այլ խնդիրներ։ Երբ պատահեցավ ռուս-ուկրաինական պատերազմը սկսավ, արդեն այնտեղ ավելի խորացան իր շահերը Ադրբեջանեն գախյալ նաեւ նավթային, գազային եւ այլն այդ չխոսենք այդ մանրամասնությունները բարձ են, ինչի մասին է խոսքը եւ արդեն բարձ դարձավ որ Ռուսաստանն ալ ինքը նաեւ այլ ուղղություններով սկսած է նայել այս ամեն ինչին եւ նաեւ ինքը իր դժվարությունները որ ունի պատերազմի ասենք պատճառած այս իրավիճակի մեջ նաեւ գրնալա որ ասկանով ինքը կփավարարվի եթե անշուշտ շատ ավելի թշնամական դրսևորումներ չունենա Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ռուսաստանի այսքանը կարծեք մոտավորապես դանելի է իրենց համար կետ հայտարարությունները այդ ցույց կտան ճիշտ է երբեմն խոսնագի թերի մեջ ասենք
որոշ արտահայտություններ կլան, սկսության ոչեր կլան, բայց ըստ երևույթին Ռուսաստանը արդեն հաշվի նստած է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը պիտի ավելի խորացնի իր հարաբերությունները արևմուտքի հետ, առավելաբար Եվրոպայի հետ։ Ռուսաստանից բայց արձագանքել են, ասում են, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ գործողություններ չիրականացնելու խոստումը, այդ երկրի արտգործնախարարությունից ասում են, որ Բրյուսելը Երևանի ներքաշում է հակառուսականության գիծ եւ ի վերջո այդ քաղաքականությունը դառնալու է անխուսափելի իր քաղաքական եւ տնտեսական հետևանքներով Երևանի համար, ինչպես նաեւ խորը հիասթափված է ռուս ժողովուրդը, որ Երևանը տրամադրեց եւ դարձավ ամբիոն իրենց բարերով ասած ահաբեկիչ Զելենսկու համար։ Այո, չէ, Զելենսկի անշուշտ թերագդարությունը կա, բայց նաեւ պետք է ընդունենք, որ նաև այլ ղեկավար, այլ առաջնորդներ իրենց հայտարարություններում նշեցին ռուսական ասոցիացիան կողմին դուրս գալու մասին եւ ադիկա բնական է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները այդ ուղղությամբ ինչ որ բան դիտեցին, Լուկաշենկոին պիտի առաջնորդեին, ինչ որ քայլեր արնել եւ այլն Այսինքն բարձր, գգարձեմ, որ այսինքն Դանիելի քիմն է, որ պիտի վճարվի, հասկանաք, ինքը Հայաստանի, ասենք, իշխանությունները իրենք հայտարարություններ չեն անել կոնկրետ հակառուսական, նյուանսներ կան երբեմն անշուշտ, բայց այդպես շեշտված հայտարարություններ չկան, սակայն այս քաղաքականաժողովի ընթացքին մի քանի ղեկավարներու կողմէ եղած հայտարարությունները բնականաբար հրավեր էին, ասես ասած, այդ ռուսական ասենք հակադարձություններում։ Եվ գրնալը նաև սկսության նաև ոչ է ուղղված Հայաստանի իշխանություններում, որ տեսեք, ինչ որ չափով մենք այսպես ինչպես պիտի ասենք յոլա գերտանք, բայց այդ չափ սահման ունի, այսինքն բաները սահմանները մի անցնիկ արդեն հարցը ավելի կլրջանա։ Հարցը ավելի կլրջանա, այսինքն Երևանը գնում է դեպի անշրջելի մի կետ։ Չէ, անշրջելի կետ չէ, ուղղակի Ռուսաստանի մտահոգություններ հավանաբար իրենք ունին, որոշ նյուանսներ կան այդտեղ, չեմ ուզեր, որ այդտեղ հասնի, այսքան որ Հայաստանը տարբեր գործարքներում մեջ կմտնի Եվրոպայի հետ կամ եվրոպական պետություններու հետ, ասկան հավանաբար դամելի է վերահսկելի է գենթադրեմ իրենց նաև կզեկուցվի որոշ մանրամասնությամբ Հայաստանի դիվանագետներու կողմէ եւ այսքանով հավանաբար իրենք դանելի մագարտակի մեջ կտեսնեն այս բանը, որը գիտեք միլիարդի հասնող նաև օժանդակություններու խնդիր կա, չէ, եւ Ռուսաստանը ինքը գիտե, որ Հայաստանը կախվածություններ ունի, Հայաստանը ինքնաբավ չէ շատ իմաստներով եւ պետք ունի, կարիք ունի արտաքին օժանդակություններու եւ Ռուսաստանը ինքը այդ գրնալը դարողականությունը, բայց փափակը գրնալը այս անկրվանի ցանկությունը չունի այդ հանցարության դակ մտնելու եւ այդ զորակցությունը ցուցաբերել։ Եվ գգարձեմ հիմա չենք գիտել, անշուշտ քուշակություններու աշխարհն է ասիկա, պիտի քուշակենք, բայց կպատկերացնեմ, որ Պարսակույն ղեկավարությունը Ռուսաստանի կմտածի, որ լավ, հիմա թող երթան եւ խորացնեն իրենց այս հարաբերությունները եւ այլն, եթե կա այնպիսի գետ, որ արդեն մեզի համար գադարյալավես անդանելի է եւ պետք է այս ամեն ինչը կանգ առնել, այլ միջոցներ կգնանք գործադրել եւ որոշ չափով ասենք հավասարակշռությունը վերականգնել։ Վստահաբար այսպիսի դրամապանություն կա իրենց մոտ, համբերություն ցուցաբերելու, որտեղ մենք գիտենք, չէ՞, որ ռուսական դիվանագիտությունը կամ ռուսական քաղաքականությունը ընդհանրապես համբերադար քաղաքականություն չէ, բայց այս օրերն ալ բնական օրեր չեն իրենց համար, պետք է իրենք մի քանի իմաստներով, այսպես զուգահեռաբար որոշ դրամապանություն առաջ տանին, մինչև որ իրենք այս իրենց բادرազմի հանցավորություններուն դալեն դուրս կան եւ
կարողանան չագերդյալ այսպես շունչ քաշել եւ կարողանան վերադառնալ այլ նկատառումներու, որ հավանաբար 4-րդական, 5-րդական կարևորություն կներկայացնի, թե Հայաստանը ինչ արևելումի վրա է։ Պարոն Հովսեփյան, խոսենք նաև Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերություններից, մասնավորապես ինչ վերաբերում է TRIP նախագծին, օրերս Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ Հայաստանի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը եւ նախարարության ներկայացուցիչներն էին հանդիպել քննարկելու TRIP-ի իրագործման ընթացքը, վարչապետ Փաշինյանն էլ էր խոսել դրա մասին, որ ամեն ինչ նորմալ ընթանում է եւ այլն։ Այս նախագիծը թեև մենք շատ էին խոսում, որ Իրանի հետ լարվածությունը որոշակի ռիսկեր եւ խնդիրներ է ստեղծում, այդ թվում նաեւ դանդաղեցնում գործընթացը, հա, հաշվի առնելով նաեւ այն տեղեկությունները, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները մոտ են, այսպես ասենք, համաձայնության, սա TRIP-ի մասով նվազեցնում է այն կասկածները կամ խնդիրների այն ծավալը, որոնք կարող էին լինել պայմանավորված իրանական ճգնաժամով։ Ես չի ասել, որ որևէ ցևով այս պատերազմը հատկապես, բայց ընդհանրապես Իրանի խնդիրներ, տեսեք, երկար ժամանակ է ինչ Միացյալ Նահանգներու մոտ կա այն համոզումը արդեն, համոզման վերածված է եւ այնտեղ շատ բնական է իրենց համար բնական ընդունին, որ Հայաստանը Իրանի սահմանեն ունի որոշ կախվածություններ։ Եվ այնտեղ նույնիսկ այն օրերուն Թրամփի առաջին նախագահության օրերուն, երբ շատ շեշտված հակաիրանական քաղաքականությունը կորզի սկսավ տրվել, վերջ անշուշտ Բայդենը շարունակեցին խորացուցին, այն ժամանակ նույնիսկ Բլինքենը, որ եկավ Հայաստան գիշեք, որովհետեւ որոշ աստարարություններ կատարե, մի քանի բիզնեսներ, որոնք իրանական ձակումով բիզնեսներ էին, ֆինանսական, ասենք, գազམ་ագերբություններ եւ այլն, եւ փոխադրական գազམ་ագերբություններ, ուզեց, որ Հայաստանը արկիլ է, բայց ոչ անալ չեղավ, այսինքն, որովհետեւ իրենք էլ հասկացան, որ Հայաստանը ի վիճակի չէ այդ հարաբերությունները դեժացնելու եւ մեկ խոսքով կդրելու Իրանի հետ իր հարաբերությունները կամ բարդացնելու, որովհետեւ շատ տարբերակներ չունի։ Եվ ուրեմն այս հանգրվանին էլ պատերազմը ընդհանրակը անցյալին լարիտ ունեցած եմ ասելու Հայաստանի կարևորությունը Միացյալ Նահանգներու աչքին ընդհանրակը բարձրացնե։ Այսինքն այդ տարածաշրջանի մեջ ունենալ կորզագից պետություն, ասիկա վերջին 250 տարվա մեջ Միացյալ Նահանգներու պատմության մեջ առաջին անգամն է, որ այդ տարածաշրջանի մեջ այս տեսակի ներկայություն լալու հավանականությունը կա։ Այսինքն ինչ որ բահի գային հույսեր, որ Վրաստանի մեջ Միացյալ Նահանգները պիտի ծավալե իր ներկայությունը, իր շահերը այնտեղ է, որ պիտի ցեվորը դնդեսվեին, որովհետև տեսանք, չէ, շատ ընկերություններ, հատկապես ամերիկյան, բայց ընդհանրապես արևմտյան, սկսան Վրաստանը այսպես ընդրած էին, որպես իրենց կենտրոնադեղի եւ եթե տարածաշրջանի մեջ իրենք պետք է կենտրոնադեղիներ հաստատեին Վրաստանն էր, այնտեղ Թիֆլիսն էր, բայց հիմա արդեն նկատելի է, որ այս կողմ նայելու, թեպի Հայաստան նայելու մղում կա եւ տեսանք մենք Եվրոպայի որոշ ղեկավարներ նույնիսկ հայտարարություններ էին, Ֆոնդերլայնը լալով գլխավորը, որ մենք մնայուն եւ հետեւողական կերպով կհրավիրենք եվրոպական ընկերություններ, որպեսզի Հայաստանը անդրեն, որպես իրենց գործընկեր։ Ասիկա շատ նշանակալից մեկ հայտարարություն էր եւ ուրեմն վերադառնալով ծեր հարցին ես կգարձեմ, որ Իրանի հետ փարթությունները, որ կան արևմուտքի կամ հատկապես ասպարակային Միացյալ Նահանգներու, ընդհանրակը Հայաստանի թիրքը որպես փանակցողի գզորացնե
եւ հիմա արդեն շատ հանգիստ կկարծեմ, եթե անցյալին մտահոգություններ կային, որ արդյոք Հայաստանը վստահելի է այդ իմաստով, թե արդյոք ռուսական շահեր գծարայե, հիմա արդեն կարծեմ, որ որոշ այսպես հանգիստ գոյություն ունի արևմուտքի մեջ, որ չէ կարելի է Հայաստանի Հանրապետության մոտենալ եւ ակնկալել, որ անպայման Հայաստանի շահերը 100%-ով զուգահեռ չընթանան Ռուսաստանի շահերին։ Եվ ուրեմն որքան կխորանան հարաբերությունները Հայաստան եւ Արևմուտք, հատկապես թրիփի ջամփով եւ նկատեք ես Արևմուտք օգտագործեն, որովհետեւ թրիփը այո արիերևույթ Միացյալ Նահանգներու եւ Հայաստանի ասենք գործարք է, բայց այնտեղ ինձ բավարարությունս անե որ արևմտյան այլ նաեւ շահեր պիտի շատ շուտ սկսին իրենց դերակատարությունը ունենալ ենթադրեմ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում կհայտարարվի նման գործակցություններ։ Շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան։ Խնդրեմ, շնորհակալ եմ ձեզ։ Զրուցակիցս քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։